Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy։ Բարև ձեզ, դուք դիտում եք երկրի ամենաշուշաթրաշ հաղորդումը Arm Comedy-ն։ Ամեն եթերից առաջ մենք սափրվում ենք ու ոչնչացնում ենք Եվրատեսիլում հաղթելու մեր շանսերը, բայց դե ինչ արած։ Իդեպ մեր վերանորոգողները երդվում են, որ սա վերջին թողարկումն է այս անցումային տաղավարից։ Հաջորդ հաղորդումը արդեն Թարմ ստուդիայում ձեզ համար կվարեն Եվգենի Պետրոսյանը եւ Սերգեյ Դրոբոտենկոն։ Իսկ այսօրվանը դեռ մենք կվարենք այնպես, որ դիտեք։ Մայիսի 9-ի խինդ ուրախությունը հաղթանակի այգում։ Կոնչիտա Վյուրստը գրավեց Եվրոպայի սիրտը։ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ հավաքը կոնգրեսում։ Միկոյանի արձանը աչքից դրվում է։ Ուր են տանում Սևանի ճանապարհները։ Մայիսի 17-ին եւ 18-ին Arm Comedy-ն վերադառնում է բեմ։ Սա իրադարձություն է, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը։ Ձեր կյանքը կբաժանվի երկու մասի՝ նախքան մեր ստենդափը եւ մեր ստենդափից հետո։ 1000-ամյակը մեկ լինում է միջոցառում, որ չի կարելի բաց թողնել։ Հիմա որ գովազդային մասը վերջացավ, ուղղակի ուզում ենք ասել, որ նոր ներկայացում ունենք, որը ճիշտն ասած ոչ բոլորի համար է, այնպես որ միացեք մեզ։ Ոչ բոլորի համար Arm Comedy Տոմսերի համար զանգահարեք 099 0191 01 կամ 093 30 24 30։ Եվրատեսիլը մոտեցավ իր տրամաբանական ավարտին, մեր թեկնածուն էլի շատ լավ տեղ զբաղեցրեց 4-րդ տեղը։ Իսկ դե հաղթեց այն թրաշով թեկնածուն։ Չէ, այն մյուսը։ Այո, կնչոն հաղթեց ու ոնց որ թե բարձրացրել ահագին արտասովորության պլանկան, հենց որ հաջորդ Եվրատեսիլում պետք է արդեն չգիտեմ ինչ անել, որ հաղթել։ Բայց թե հիմա այդ էր Եվրոպայի ընտրությունը, ինչ անենք։ Ես տենց չի ասի, որ դա մենակ Եվրոպայի ընտրությունն է։ Եվրատեսիլի պաշտոնական էջի տվյալի համաձայն Հայաստանում հեռախոսային քվեարկությամբ Կոնչիտան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Նենց որ պետք չի կնչոյին մի ձեռքով ստատուսախեղտ անել, իսկ մյուս ձեռքով դնել SMS-ներ խզարել։ Իսկ Սփյուռքը անկեղծ ասած քաշեց։ Ոչ բոլորը, կային Սփյուռքեր, որոնք լավ քվեարկեցին, բայց կային նաև որ գլուխ պահող Սփյուռք դուրս եկան։ Ես գնահատականները ունեմ մոտս գրած։ 12 միավորը գնում է Հայաստանին։ Armenia 12 points. Thank you France and thank you for Ֆրանսիայի Սփյուռք 5 ապրես, Լատվիայի Սփյուռք 5-ից հանած, Վրաստանի հայություն 5, Ուկրաինայի հայություն 5-ից հանած, Էստոնիայի Սփյուռք 3, կարար ավելի լավ լիներ, Գերմանիայի Սփյուռք 2, մոռացակ նորմալ քվեարկեք, ավելի լավը գլուխը մոռանային, Ռուսաստանի Սփյուռք 4-ից հանած։ Ինչի հանած։ Our 8 points 8 միավորը գնում է Armenia Հայաստանին։ l'Arménie 8 points. 10 points 10 միավորը Ռուսաստանը տալիս է Ադրբեջանին։ L'Azerbaïdjan 10 points. Աուչ։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանին էլ ոչ մի երկիր չէր քվեարկել, ուրեմն մեր Սփյուռքը գլուխ էր պահում, իսկ իրանց Սփյուռքը քվեարկում էր։ Հետո Մեծ Բրիտանիայի Սփյուռք 1, Իսպանիայի Սփյուռք 2, անհասկանալի է ինչ ենք ձեզ ընդհանրապես Իսպանիա ուղարկել, Նորվեգիայի Սփյուռք 1։ Դե լավ, Նորվեգիայի Սփյուռքին տենց խիստ պետք չի դատել։ Շատ փոքր Սփյուռք է իրականում, Էրիկն է, Խչոն ու վերջ։ Մի խոսքով շատերը կարային ավելի լավ քվեարկեն, բայց տխրելու կարիք չկա, էլի շատ լավ տեղ ենք զբաղեցրել, ելույթը անթերի էր, իսկ տրամադրությունը բարձրացնելու համար դիտենք ինչպես էր քվեարկում Ադրբեջանը, գաղտնիքը բացեմ, ինչպես միշտ։ Our 10 points Մեր 10 միավորը գնում է Ireland Իռլանդիային։ Irlande 10 points. Եվ վերջապես Մի րոպե մենք ուղում պետք է անենք, մի րոպե։ Our 12 points We have a correction. goes That's to not. Sorry, Azerbaijan. Switzerland Once again Azerbaijan Ձեր 10 միավորը մեկ անգամ էլ ասեկում եք տալիս, մեր ունեցած թվերի հետ չի բռնում։ with the points we were given. Again կրկնում եմ, մեր 10 միավորը գնում է Իռլանդիային։ Ireland Այս սենց ալնում երբ Եվրատեսիլի ձայները հաշվում է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Բայց կարող է իրոք Իռլանդիային էին տվել ձայները։
Ireland is not in the final. Ադրբեջան ջան, Իռլանդիան եզրափակիչ չի անցել, կներեք։ We have to get back to you. Դուք կողմնորոշվեք, մենք անցնենք հաջորդ To the երկրին։ next country. Դե էս Եվրատեսիլն էլ սենց։ Հիմա ինչ եղավ, պետք չմտածել, իսկ եթե սփյուռքը լավ կվարկեի, իսկ եթե սենց կամ նենց։ Ճիշտ է, Սերգեյ, բայց մեկը մի բան կա, որ մտքիցս դուրս չի գալիս։ Ախր վիտամինի B-ում մի քանի անգամ ելույթ ա ունեցել մեկը, որ լրիվ կարող էր գրավել Եվրոպայի սիրտը։ Ով։ Եկատերինը։ Լավ, հետ եղել է, որ ձեր հաճախորդներից մեկը դժգոհ լինի իր կուրսկից, ներվենալը բերի տա գլխիդ։ Մայսյան մեր հաղթանակների տոնին մաքսիմալ շուկով մասնակցեցին բոլորը ներառյալ պաշտոնյաներին։ Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ին տիրում էր խինդ ուրախություն եւ հայկական կոլորիտով Կատյուշան։ Հա? Выходила на берег Катюша. Դաշտային ճաշարանից խոհարար գեղամիկ Կատյուշան է լսվում, ամբողջ տարածքն իր պատրաստած խաշլամայով է բուրում։ Ընդհանրապես երկի տեսքով խինդը տիրում էր զբոսայգում։ Սիրտս քեզ մոտ կաթողին Это День Победы. День Победы кидем. Беларусь родная, Украина золотая, эдел кидем. Պապի ջան, դե որ գիտեք երգեք էլի։ Ամեն ինչ թողնում եք արժե խոսնակի տեղակալի վրա։ Դե չկա, լավ, պարոն Շարմազանով մի հատ լավ շախ տվեք։ Расцветали яблони и груши, поплыли туманы над рекой. Выходила на берег Катюша. Գիտես։ Այդ տենց ջիգյար էր տիրում զբոսայգում։ Բացի երգերից տիրում էր նաև ասմունքը։ Մեր սուրը փառքով դրեցինք պատյան, մեծ հաղթանակի օրն է ցնցալից, պարտվեց մաշունչ, ոսողը դաժան, երգեր են հորդում զվարթ սրտերից։ Հայրենիքն է, որ մեզ տանում է դեպի հաղթանակ։ Հաղթանակը մերն է։ Իսկ ընթացքում ուրախությանը միացավ նաև վարչապետը։ Հովիկ Աբրահամյանը։ Հա, գիտենք։ Դե որոշ ժամանակ դեռ պետք է հիշեցնել։ Բարև ձեզ։ Ծառայում եմ սովետական միությանը։ Ճիշտ եք անում։ Էդ ինչու պապին հենց Հովիկ Աբրահամյանին տեսավ, միանգամից ծառայում եմ սովետական միությանը։ Դե պապին դեռ չգիտի, որ այդ միությունը չկա, վարչապետն էլ չի ուզում իլյուզիան փշրի, նորմալ է։ Իսկ կարող է համել երկի տոնի կապակցությամբ մի երկու տող։ Դուք բայց ինչ ես ինձ երկացնում։ Օրինակ վերցեմ ձեզանից։ Օրինակ մենք ձեզանից վերցնենք։ Ոչ, օրինակ բոլորս պետք է վերցնենք Էդուարդ Շարմազանովից։ Այո, ամենաջիգյարով վետերանների հետ շփվում էր հենց նա։ Լավ լինենք, առողջ լինեք, բերդիսապակած լինեք, միշտ էլ պատրաստեք ձեզ ընդունենք։ Այս համարներս կտամ, մենակ չկորեք։ Ընկերությունը շարունակվում է, ողջ։ Մի գեղեցիկ ընկերության սկիզբ, որ անպայման կշարունակվի։ Այդ ինչ են դες հավեսով ուտում խմում։ Ռազմահայրենասիրական ուտելիք։ Սա սովորական խաշլամաչ է, 40-ականների տեխնոլոգիայով է։ Մի պահ Կատյուշան ընդհատում է, գլխավոր ուտեստը գովերքելու ժամն է։ Նայեք ինչպիսի որակ է, աշխարհն ասպես բան չկա։ Մերոն է, մերոն։ Նենց կուտե այդ մերոնից։ Հանգստացի, հա, պաշտոնյաների հացին վայից չեն լնում։ Լավ, դե իսկ քանի պաշտոնյաները հավաքված էին միտեղ, իհարկե նրանց նաև սուր հարցեր տրվեցին։ Վարչապետին հարցրեցին, արդյոք պատրաստ է նեղացնել մերձավորներին, եթե գործը պահանջի։ Դա իհարկե դժվար է լինելու։ Շատ մեր մերձավորներին փորձել ենք ցավացնել, նեղացնել, բայց մենք գնալու ենք այդ քայլին, այլ ընտրանք մենք չունենք։ Ոնց չունեք այլ ընտրանք, բա։ Այդ այլ ընտրանքի մասին չէր խոսքը։ Հա, լավ, չմոռանանք ինչի համար ենք եկել հաղթանակի զբոսայգի։ Расцветали яблони и груши, поплыли туманы над рекой. Выходила на берег Катюша, на высокий берег, на крутой. Hey! Տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական հավաքը։ Կոնգրես հյուրանոցում։ Կոնգրեսականների մասնակցությամբ։ Այլ կոնգրես բառով բան չկա։ Չէ, դեռ։ Հյուրանոցում ինչպես հրապարակում, հակականներին հավաքից առաջ երաժշտությունն է կանչում։ Երիտասարդների շարքերում իրենց առաջնորդը չկա, նրա փոխարեն ներս է մտնում Զուրաբյանը։ Շատ կարգի նորմալ համաժողով էր ռոքի սաունդթրեքով։ Հետո նույնիսկ հիմնադիր նախագահ եկավ։ Ջաններ կան, որոնց առաջի անգամ եմ տեսնում, հա, բայց իրանք այդպես են երևի, չէ։
Այդտենց բարի ու բարձր տրամադրությամբ էր անցնում համաժողովը։ Բայց իսկական խինդ ուրախությունը սկսեց տիրել, երբ բեմ բարձրացավ ՀԱԿ համակարգողը եւ դիմեց անզուսպ խինդ ու ծիծաղի մեթոդների։ Լևոն Զուրաբյանը բացատրեց ինչի միջով է անցել կոնգրեսը, մանավանդ երիտասարդ կոնգրեսը։ Այս կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բերման են ենթարկվել մարդիկ, ձերբակալվել են, չգիտեմ, մարդկանց բանտեր են նստացել, եւ այս պայքարը շարունակվում է այս հանցավոր կազմակերպության դեմ։ Ինչ հանցավոր կազմակերպության դեմ։ Սպասիբա բոցը հենց այդ է։ Ես չեմ խոսում Կոզա Նոստրայի մասին եւ ես չեմ խոսում Յակուզայի մասին։ Ես խոսում եմ Հայ ազգային կոնգրես երիտասարդական թվի մասին։ Ծափ ենք տալիս, Ժորժան։ Հա, Յակուզան չի։ Հա, ոչ էլ Կոզա Նոստրան է։ Ով են այդ մարդիկ։ Չգիտեմ, ինձ Կոզա Նոստրան բացեց։ Ինձ էլ։ Լավն էր։ Լավ, բայց մի հատ լրջանանք եւ անցնենք առաջ։ Չեմ կարող անպես Յակուզան։ Լավ, կհանդիպենք քիչ անց։ Իսկ հիմա մեր բլից լուրերի էջը։ Էպիկական հարցազրույց տվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Ինչու են ձեզ անընդհատ պաշտոնից հանում, տեղյակ եք եւ դուք մնալու եք բոլոր չարագույժների հակառակ։ 60 տարի շարունակելու եմ մնալ։ Անընդհատ Գասպարյանները լեզվացնում են։ Դեռ 60 տարի է։ Մեզ համար դա լավ է, որովհետև մինչև հիմա հիշում ես ինչքան ձանձրալի էին ոստիկանապետերը։ Իսկ ներկայիս ոստիկանապետին բոլորը սիրում են, բացի իհարկե թշնամիներից, ում վերջը սակայն արդեն մոտ է։ Շատ են ձեր թշնամիները, պարոն Գասպարյան։ Ես թշնամիներ չունեմ, պրինցիպի, բոլոր իմ գործողությունների մեջ, բայց տկարամիտներ շատ կան, ում հետ ստիպված եմ լինում տկարամիտներ շատ կան, ում հետ ստիպված եմ լինում շփվելու։ Ձեր թշնամիները գիտեք ով ես հոտով եմ զգում նրանց, իմ աշխատանքն է իմանալ ամեն ինչ։ Եթե հենց այս պահին ձեր տնեցիկից ինչ-որ մեկը գնաց լողանալու, ուրեմն մի հանցագործություն արել է։ 1-2 զանգենք։ Իսկ Անաստաս Միկոյանի վիճահարույց արձանը կարծես թե դրվում է։ Ավականին որոշումը արդեն ուղարկել է կառավարություն։ Բոլորս միաձայն եզրակացության, որ կես ճանապարհին չի կարելի գնահատական տալ։ Իրոք, կես ճանապարհին պետք չի գնահատական տալ։ Դրա համար պետք է նախ գնահատական տալ, հետո նոր քվեարկել արձան դնելու կամ չդնելու համար։ Երևանի քաղաքապետ Տարո Մարգարյանը հարգում է ավականու որոշումը, իսկ Միկոյան քաղաքական կերպարի մասին գնահատականները թողնում պատմաբաններին։ Շատ դեպքերում Միկոյանի, ասենք, արածը հայ ժողովրդի համար նաև դրական է նշանակվում։ Ախր որ ասում եք նրա արածը նաև դրական է, դա մեզ արդեն չի հուշում, որ կարելի է արձան դնել միայն դրական արած մարդկանց համար։ Մշակույթի նախարարությունը ինչ է կարծում։ Միկոյանի արձանը շուշարձան չի, դրված չի, հետևաբար մշակույթի նախարարության իրավասունից ընդհանրապես դուրս հարց է դա։ Ինձ այդ հարցը մի տվեք, որտեղ քաղաքապետարանը որոշում է կայացնում, հետո քննարկում է, դա շուշարձան չկա ու հետևաբար մշակույթի նախարարության լիազորություններն էլ այդտեղ չկան։ Հա, բայց կարող եք չէ կարծիք ունենալ կամ դիրքորոշում։ Մեր հայ ազգի գործիչների մասին որևէ բան ասելուց մի քիչ եկեք մտածենք, թե ինչ ազդեցություն դա կարող է ունենալ օրինակ միջազգային ասպարեզում։ Այսինքն մի քիչ զգուշ լինենք, մի քիչ խորամանկ լինենք, բայց սուս-փուս քննարկենք, հասկանանք, կշռադատենք եւ որոշումները կազմենք։ Սուս-փուս քննարկելը ո՞րն է։ Դե հենց այնինչ ավականին արեց, Զագին սուս-փուս քննարկեց ու հետո բոլորից կանգնեցրեց փաստի առաջ։ Surprise! Ժամանակն է սկսել ամեն ինչ քննարկել գոնե շուշուկով։ Մեր յուրահատուկ թղթակից մեր Խաչատրյանը մի քանի օր առաջ գնաց Սևան։ Բայց էլ սեզոնը չի։ Այո, դրա համար գնաց Սևան քաղաք։ Եվ Սևան քաղաքի ճանապարհների վիճակը տեսել ես։ Այո։ Հենց այդ խնդիրն էլ փորձում էր բարձրացնել, դիտենք։ Սևան, քո բուլետին 10-ով 0 անելու բոլոր նախադրյալները ունեցող հիանալի մի քաղաք, բայց կա մի բայց։
Եթե դուք բնակվում եք Երևանում ու ձեր ներվերին ազդում է, որ Թումանյան փողոցի ասֆալտը տարին 2 անգամ փոխում են, ուրեմն դուք չեք եղել Սևան քաղաքում ու չեք տեսել այստեղի ճանապարհները։ Այո, Սևան քաղաքի ճանապարհները հիշեցնում են Բերլինը, բայց 1945 թվականի։ Իսկ թե ինչու է այդպես, փորձեցի պարզել տեղացիներից։ Ինչի ոչ մի բան չի արվում ու ինչի՞ց է այսպես եղել։ Այդ կարծել պետք է քաղաքապետ դիմանա տեղի չսարքում, ֆինանսավորում են, թե չէ ֆինանսավորում է, ես չգիտեմ։ Այո, եթե քաղաքում կա խնդիր, քաղաքապետը որքան էլ զարմանալի է, պետք է տեղյակ լինի։ Ու դե մեզ Փարիզ-Դաքար մրցարշավի մասնակից զգարով ուղևորվեցին քաղաքապետարան։ Նախապես նշեմ, որ քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարզվեց այն պաշտոնյաներից է, ում հետ շփվելուց հետո չես ուզում արտագաղթել։ Բայց չմոռանանք ինչի համար ենք հավաքվել ու սկսենք սկզբից։ Սևան քաղաքում կա 780,000 քառակուսու մետր ասֆալտապատ ծածկույթով փողոցներ եւ բակեր։ Հիմնական աշխատանքները ասֆալտապատման կատարվել են մինչև 1994 թվականը։ Այսինքն գործող ասֆալտապատ ծածկույթը արդեն 20 տարի է, որ ծառայում է իր նպատակին։ 1994-ից մինչև այսօր մասսայական ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել, այլ կատարվել են որոշակի տարածքների վերականգնողական եւ փոսային նորոգման աշխատանքներ։ Իսկ օրինակ մեզ մոտ Երևանում Թումանյան փողոցը տարին 2 անգամ ասֆալտում են։ Դուք բախտավոր մարդիկ եք։ 1994 գրողը տանի 20 տարի առաջ, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ 94 թվականի ասֆալտը 10 տարի ծառայել է իր նպատակին, միևնույնն է 2000-ականների ծնվածները չգիտեն, որ ասֆալտը լինում է նաև հարթ։ Դուք գիտեք, որ ասֆալտը նաև լինում է հարթ ու առանց փոսերի։ Ոչ չգիտենք։ Ձեր փոքրիկը գիտի, որ ասֆալտը նաև հարթ է լինում ու առանց փոսերի։ Գիտես։ Սովորել արդեն։ Ոչ։ Չգիտես։ Ձեզ թվացել է, որ միշտ սենց է ասֆալտը։ Բայց չէ, իրականում ինքը լինում է նաև հարթ։ Իրավիճակը ավելի լավ պատկերացնելու համար խոսենք հին ու բարի թվերով։ Ես թիվը ասեմ, դու կարող եք համատել մեր բյուջեի հետ։ Այս փողոց ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու համար անհրաժեշտ է 640 միլիոն դրամ։ Մեր բյուջեն, տարեկան բյուջեն 425 միլիոն է։ Գուցե փորձեք ինչ-որ էկոնոմիա անել։ Չէ, 425 գրիչների բանի վրա որ անեք, չէ։ Չէ, մենք բժիշկները մեր հետ կապ չունենք։ Գրիչ, գրիչների թղթերի բանի վրա որ էկոնոմիա։ Ես նորից ասեմ, շեշտադրում երիտասարդես լավ հումոր ունես, բայց դրա ժամանակը չի։ Նման դեպքերում մի հատ լավ բարեգործը չէր խանգարի, որն ի դեպ կա, սակայն իր ողջ բարեգործական եռանդը ուղղել է քաղաքում եկեղեցի կառուցելուն։ Հնարավոր չի բարեգործին ասել, որ եկեղեցին կառուցվի, բայց շատ դժվար է լինելու հասնել եկեղեցի, հենց ճանապարհների պատճառով։ Գուցե մի քիչ հեռվից սկսի եկեղեցին կառուցել հենց ճանապարհներից։ Չէ, դա բարեգործի խնդիրն է, հասկանալի է, ինքը իր ցանկությունն է, ֆրանսահայեր են։ Բայց ինքը տեղյակ է, որ դժվար անցանելի ճանապարհ։ Բարեգործ եղել է մեր մոտ քաղաքում մի շաբաթ առաջ։ Կարող է հետո մի բան անենք։ Չի կպնի։ Չէ, նպատակ եկեղեցի կառուցելն է։ Լավ, բա ո՞նց անենք, բա։ Ինչ ա լինելու վերջես, հենց։ Ես էլ եմ նստած մտածում ինչ անելու, ինչ անելու։ Մենք այդ արդյոք դիմել ենք Հայաստան Հանրապետության կառավարությանը։ Հայաստան Հանրապետության կառավարությունում քննարկվել է այդ խնդիրը։ Երբ եք դիմել։ Անցյալ տարի, այս տարի, նախանցած տարի, 3 տարի է դիմում ենք։ Կառավարություն ջան, տեսեք ինչ հաճելի մարդիկ են սպասում ձեր դրական որոշմանը։ Հուսանք, եթե հիմա կառավարությունը մեզ դիտում է ու այս փուճուրին մի բան կանի, որ երեխաները իմանան ու համոզվեն, որ ասֆալտը նաև հարթ է լինում, չէ՞։ Այո։ Լավ, բայց բացի կառավարությունից ուրիշ պատասխանատուներ կան։ Եթե կարճ կոնկրետ, ով է մեղավոր, որ հիմա այս վիճակում է։ Ով է պատասխանատու, ով է մեղավոր, որ չի բարեկարգվում, չի ասֆալտապատվում։ Ես կասեի մեր տնտեսական վիճակը։ Ֆինանսական հնարավորություններ չունենք։ Ինչևէ, մի պահ շեղվենք քաղաքապետարանից ու տեսնենք, թե ինչպես է ընթանում սևանցիների համակերպման գործընթացը։ Հարմարվել եք այս ճանապարհներին։ Ընտելացել եք արդեն։ Հա, ընտելացել եք, այսինքն որ սարքեն կարող է ձեզ ված գաք։ Չէ, ված չեք զգա, Աստված տա սարքեն։ Կարելի է ասել, որ այս ճանապարհները ձեզ խանգարում են մի քիչ ավելի նոր մեքենա գնել։ Ուր է ճանապարհ։ Դե ենթադրենք, եթե լիներ ճանապարհ։ Հա, եթե լիներ ճանապարհ, կարելի էր ճանապարհի մասին բան խոսալ, ցավը տա։ Վիճակը վատ ենք տանում, շատ փոշի է, մանավանդ
Մեր տներն են ճանապարհ։ Ծանր չեք տան, եթե սարքեն։ Չէ, շատ թեթև կտանենք, հիմա ենք ծանր տանում։ Ինչ որ լեգենդներ չկան քաղաքում արդեն, որ ժամանակին ասֆալտը հարթ էր։ Ոյ, էդի այդ մնացած պատմության գիրքը ժողովուրդը մոռացել են դրա մասին։ Լեգենդներ են, չէ՞ մենակ։ Ոչ թե լեգենդներ են, էդի մոռացած պատմությունա ցավը տանը։ Հəլենի լեգենդները գրվում է քերքին մի բան հիշում էի։ Էսի քերքի մեջ էլ չկա այդ բրծելը։ Սիրելի սևանցիներ, իրականում պետք չէ հուսահատվել, որովհետև Ես համոզված եմ, որ այս տարի սկսելու ենք։ Այս տարի սկսելու եք։ Եվ սա դեռ ամենը չէ, քաղաքապետը կիսվեց նաև ապագայի պլաններով։ Տապակա քաղաքը տեսում եմ, տուրիստական որպես քաղաք, զարգացող քաղաք, քանի որ Աստված մեզ նվիրել է Սևանա լիճ, ես ուզում եմ քաղաքը տեսնել ժամանակակից քաղաք, ինչպես ամբողջ աշխարհում կա։ Այսինքն սա մեր պատասխանը կլինի քո բուլետին։ Մենք ավելի շուտ պետք է պատասխանենք Կոբուլետին ավելի վատն եղել, քան թե Սևանը։ Երբ է հնարավոր, որ այս Սևանը այսպեսին տեսնենք կանաչապատ, կոկիկ, գեղեցիկ ու գրավիչ։ Երբ որ մեր ծրագիրը համոզիչ կդառնա Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Ինչ կա չհամոզվելու, բայց նայեք էլի մա ավելի ակնհայտ չէ որ սա ավելի լավ է, քան իհարկե լավ է, բայց դրա համար աշխատանք է պետք տանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, պետք է ասել քանդած փողոց վատ, կանաչապատ կոկիկ փողոց լավ։ Մենակ մի խնդրանք էլի, եթե այդ օրը կա, որ այսպեսի Սևան լինի, խնդրում եմ մեծ կանաչ թիթեռներից չդնեք էլի։ Չէ, այդ դեպքում մենք կդրենք փիղ, որով կա, խնդրեմ։ Թեկուզ թող փիղ լինի, բայց մեծ կանաչ թիթեռ թող չլինի։ Հասկանալի է ձեր ասածը։ Կլինի։ Ահա այս չափազանց լավատեսական նոտայի վրա էլ ավարտենք ռեպորտաժը ու սպասենք։ Հարգելի կառավարություն եւ մնացած պատասխանատու մարմիններ, կառուցեք, ասֆալտապատեք այս սիրուն գեղեցիկ քաղաքի փողոցները։ Մենք ձեզ հետևում ենք ու հետևելու ենք։ 21-րդ դարն է վերջի վերջո, այս Մայիսի 17-ին եւ 18-ին Arm Comedy-ն վերադառնում է բենդ։ Սա իրադարձություն է, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը։ Ձեր կյանքը կբաժանվի երկու մասի՝ նախքան մեր ստենդափը եւ մեր ստենդափից հետո։ 1000-ամյակը մեկ լինում է միջոցառում, որ չի կարելի բաց թողնել։ Հիմա որ գովազդային մասը վերջացավ, ուղղակի ուզում ենք ասել, որ նոր ներկայացում ունենք, որը ճիշտն ասած ոչ բոլորի համար է, այնպես որ միացեք մեզ։ Ոչ բոլորի համար, Arm Comedy, տոմսերի համար զանգահարեք 099 0191 01 կամ 093 30 24 30։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն, բայց հոգ չէ, որովհետև արդեն այս շաբաթ մայիսի 17-ին եւ 18-ին մենք կարող ենք հանդիպել մեր stand-up comedy համերգին։ Դրա համար անհրաժեշտ է վերցնել հեռախոսը եւ զանգահարել աշխարհի ամենագեղեցիկ համարներին 099 01 91 01 կամ դրա հակառակը 093 30 24 30 եւ պատվիրել տոմսերը։ Իսկ հիմա հանգիստ սրտով դիտենք վիդեոբոցը։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. You know where that shark bites. Դրանց ինչ-որ մեկը կա, որ կանչիտայի վրա խաղադրույք արել։ Դժվար չէ, հայ տղեն կանչիտայի վրա ոնց կդներ։ Ոնց չդնի, 1000 դրամ դրել եմ, 26000 գրել եմ։ Արա դե ասում էի, չէ՞ պետք է դնենք։ Դնենք։